21 TV հարգելի հեռուստադիտողներ, գտնվում ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, որտեղ արդեն տևական ժամանակ է մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել։ Երեկ Նիկոլ Փաշինյանի հակակեղեցական արշավին միացած 10 եպիսկոպոսները հայտարարել էին, որ այսօր ժամը 17:00-ին գալու են Մայրաթոր կաթողիկոս Գարեգին II-ի հրաժարականի պահանջով։ Սրանից շատ չանցած Արագածոտնի թեմը հայտարարություններ տարածել, նշելով, որ նախատեսված միասնական աղոթքը, որը պետք է տեղի ունենար Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում, տեղափոխվում է Մայրաթոր։ Այս հայտարարությունը եպիսկոպոսների հասարակության շրջանում մեծ դժգոհության ալիք է բարձրացրել։ Շատ հավատացյալներ, այդ թվում ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ, իրենց աջակցությունն են հայտնել Գարեգին II կաթողիկոսին եւ հայտնել, որ այսօր գալու են Մայրաթոր։ Գարեգին II վեհափառը ժամանեց մասնակցելու միասնական աղոթքի։ Հավաքված քաղաքացիները վեհափառին դիմավորել են ծափահարություններով եւ վեհափառ վանկարկումներով։ Էջմիածին բացի վեհափառի աջակիցներից եկել են նաև 10 եպիսկոպոսների եւ Նիկոլ Փաշինյանի հակակեղեցական արշավին միացած մի խումբ քաղաքացիներ։ Նրանք փոքրաթիվ են եւ կանգնած են ոստիկանական պատի հետևում։ Երբ մի քահանա էր անցնում նրանց դիմացով, հավաքվածները կաթողիկոսի հեռացումն էին վանկարկում։ Ի պատասխան քահանան նրանց նկատողություն արեց, ինչն էլ դուր չեկավ ոստիկանին եւ նա էլ փորձեց դիտողություն անել քահանային։ Թե ինչ տեղի ունեցավ, առաջարկում եմ դիտել առանց մեկնաբանության։ Չեղավ, ինչը բձեր իր արածային, իրավ ինչ ես ասում։ Միակողմանիա նկատողությունները։ Իր ասացելավ, իմ ասածը չել, Միակողմանիա։ Չեղավ։ Ասեք ինչ միջավայր դրան։ Օրենքը միակողմանիա գործում է դրանց։ Այստեղ է նաև մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ով լրագրողների զրույցում բացառեց որևէ բախում, պարզաբանելով, որ այստեղ չեն եկել բախումների համար։ Մենք որպես հավատավոր հայրենիներ գիտեք, որ միշտ հայտարարել ենք եւ իրենք էլ գիտեն, որ բոլորն էլ գիտեն, որ մենք միշտ այստեղ ենք լինելու, միշտ լինելու ենք մեր եկեղեցու կողքին։ Ինչ վերաբերում է եկեղեցու գործերին, երևի հայկական բոլոր առաջնորդներից ամենաշատը իրենք են անում, լինելով իրենցից շատերը չունենալով քրիստոնեական հավատ, որի մասին իրենք արտահայտվել են։ Կարգալույց հռչակված հոգևորականները եւ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները եկել էին Մայրաթոր։ Իրավիճակը լարվել էր։ Ներկաները եպիսկոպոսներին դիմավորել են հուդա վանկարկումներով։ Միևնույն ժամանակ Մայր տաճարի մուտքի մոտ լարված իրավիճակ էր։ Վեհափառ հայրապետի հեռանալը պահանջող քաղաքացիները փորձում էին ներխուժել եկեղեցի, սակայն նրանց դա չհաջողվեց։ Մեկ հայրենի, մեկ եկեղեցի։ Մեր գնահատանքն ենք բերում Մայրաթորի միաբանությանը, թեմերում սպասավորող քահանաներին եւ սիրելի սարկավակներին, որ հաստատուն եւ վճռական են մեր Սուրբ եկեղեցու կանոնական իրավունքի պաշտպանության դիրքերում։ Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կյանքը լինի, որ մեր կյանքը լինի զերծ անօրենություններից, անարդարություններից, որոնց դառը հետևանքներն են կրում ապօրինաբար ազատազրկված մեր հոգևորականները, ազգային մեծանուն բարերարը, նվիրյալ հայորդիներ։ Փափագում ենք, որ մեզանում թագավորեն բարությունն ու գթասրտությունը, եղբայրսիրությունն ու համերաշխությունը։ Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի, եւ չպետք է տրվենք երկպառակտության սադրանքներին։ Միավորվենք բոլորս հայրենիքի եւ մեր Սուրբ եկեղեցու շուրջ։ Պահպանենք մեր միաբանությունը, որով միայն կարող են զորավոր լինել
մեր պետությունը եւ եկեղեցին Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածին կենտրոնով 10 եպիսկոպոսները հայտարարեցին կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն եւ ասացին, որ այսօր իրենց առաքելությունը ավարտված են համարում։ Նրանք հուդա վանկարկումների եւ սուրոսների ներքո հեռացան Մայր տաճարից։ Ժամերգության ավարտին վեհափարը դուրս եկավ Մայր տաճարից ու վեհափար վանկարկումների ուղեկցությամբ վերադարձավ վեհարան։ Խոսքը հիմա փոխանցում եմ իմ գործընկերներին։